հակակնճիռային մաշկը սնուցող, սպիտակեցնող, պիգմենտների դեմ պայքարող այսպիսի հրաշալի սքրաբ դիմակ ենք պատրաստելու, որը բոլոր տեսակ մաշկերի համար շատ լավ արդյունք է տալիս։ Սքրաբ դիմակի այն պատճառով, որ իր մեջ նաև խաղողի կորիզները կան, դրանք բնական սքրաբ են, որը ձեր մաշկը մեռած բջիջներից է մաքրելու, իսկ մյուս մեջի եղած նյութերն էլ ձեր մաշկը սնուցելու են, ավելի առողջ ու թարմ տեսք են հաղորդելու։ Սկզբի համար այսպես խաղողն ենք հավաքում, հետո այն ծփում ենք եւ վերածում ենք մեր դիմակին։ Հիմա արդեն կանցնենք մեր դիմակի պատրաստմանը։ Այս բնական անուշաբույր գեղեցիկ խաղողները հենց դիմակի համար էլ հավաքում եմ։ Խաղողը մաշկին տալիս է խոնավություն, գունաբացում է պիգմենտացիան, իր մեջ պարունակող գինեթթուն էլ օգնում է ամբողջ մարմնի խնամքի համար։ Մենք այս խաղողներից կարող ենք ոչ միայն դեմքի համար դիմակ պատրաստել, այլ նաև ամբողջ մարմնի խնամքի համար, ինչպես նաև այս խաղողից շատ պրոֆեսիոնալ խնամքի միջոցներ են պատրաստվում։ Հիմա արդեն անցնենք մեր դիմակի պատրաստմանը։ Խաղողը արդեն հավաքել ենք, ինչպես տեսակ, հիմա հարկավոր է այն մաքրել եւ անցնել արդեն դիմակի պատրաստմանը։ Մինչ կանցնենք պատրաստմանը, ձեզ եմ ուզում ներկայացնել մեր ապրանքներից եւս մեկը, սա կարմիր պիլինգն է, որը հենց խաղողի էքստրակտից է պատրաստված, հենց խաղողի մեջ գոյություն ունեցող գինեթթվից, եւ այս թթուները իրենք մաշկը շերտազատող հատկություն ունեն։ Բնականաբար, երբ որ հիմա մենք խաղողի այս դիմակը պատրաստենք, դուք օգտագործեք, ինքը այդքան թունդ չի լինելու, ինչպես այս պիլինգն է, որովհետեւ այստեղ էքստրակտը շատ ավելի խիտ վիճակում է, բայց միևնույնն է, ինքը էլի շատ արդյունավետ է։ Այս երկու ապրանքները կարելի է նաև համատեղությամբ օգտագործել, ինչպես նաև կարելի է մեկը մյուսից առանձին օգտագործել։ Սա բոլոր տեսակ մաշկերի համար է մեր պիլինգը, ինքը կարմիր պիլինգ է կոչվում, այսպիսի տարայով է հանդես գալիս, ինքը 10 մլ է եւ բավականացնում է 12-ից 13 անգամ շաբաթը միայն մի անգամ եք քսելու։ Տեսեք, ինքը հերմետիկ փակված է, զամոկով տարա է, որ ձեզանից առաջ ոչ մեկ չի օգտագործել, այսպես բացում եք, մի քանի կաթիլ գցում ձեռքի ափի մեջ, կարմրավուն երանգ ունի, ճիշտ է, հիմա այդքան էլ ձեռքիս մեջ չի երևում, բայց այսպես լուծվող հատկություն ունի, ամբողջ տարածք ծածկում է մաշկի։ Դուք կարող եք սա քսել ձեր ձեռքին, դեմքին, դեկոլտեի հատվածում եւ մաշկի ցանկացած հատվածում, շերտազատում է, մաքրում է, մաշկը ավելի թարմ է դարձնում, պզուկներն է մաքրում, ակնեն է մաքրում, մի խոսքով հրաշալի խնամքի միջոց է։ Ես այս ապրանքը ինչու եմ այս խաղողի հետ ցույց տալիս, որտեղ ընդհանուր առմամբ ունեն նույն կազմությունը, պարզապես այստեղ ամեն ինչ ավելի խիտ է, էքստրակտներն են, իսկ այստեղ բնական վիճակում նույն արդյունավետությամբ դիմակն է։ Հիմա արդեն սկսենք պատրաստել։ Սովորական խաղողի հատիկները մաքրում եք։ Եթե ձեր ձեռքի տակ կա հարիչ, կարող եք սովորական հարիչով հարել, եթե չունեք, կարող եք սովորական մսաղացով աղալ, իսկ եթե այդ տարբերակն էլ հարմար չի, կարող եք ուղղակի պատեռաքաղով տրորել։ Պարզապես լավ կլինի աղալը կամ հարելը, որ այդ պարագայում մեջի եղած կորիզները բոլորը սկսում են կոտրվել, իսկ ինչպես հայտնի է, խաղողի յուղը կորիզների մեջ է, ոչ թե պտղամսի։ Դրա համար լավ է ընտրել առաջի երկու տարբերակը, կամ հարիչը, կամ պարզապես մսաղացով աղալը։ Ես այսօր կօգտագործեմ հարիչի տարբերակը, բայց եղած բոլոր տարբերակներն առաջարկում եմ ձեզ, որ հարմար է, կարող եք հենց դա էլ ընտրել։ Գինեթթուն բոլոր տեսակի խաղողներն էլ իրենց մեջ պարունակում են, այնպես որ կապ չունի, դուք սպիտակ, երկարավուն, կարմիր, կապ չունի ընդհանրապես ինչ խաղող եք օգտագործում։ Մեզ մոտ սա է աճում, ես սա եմ օգտագործում։ Իհարկե, եթե դուք պատառաքաղով տրորեք, այսքան հատիկներ ձեզ հարկավոր չի լինի, պարզապես հարիչով կամ բլենդերով կամ մսաղացով սա քիչ է, դրա համար մի փոքր ավել ենք օգտագործում, հետո արդեն հարածից նոր 2-3 ճաշի գդալ կվերցնենք։ Մեզ այդպիսի ծփած հարած վիճակում 2-3 ճաշի գդալ է պետք, դա էլի պայմանավորված է նրանով, որ դուք միայն դեմքի համար եք օգտագործում, թե նաև ձեռքերի, պարանոցի հատվածի, մի խոսքով որտեղ որ
Եթե շատ հատված եք քսում, դե պարզե պիտի ավելի շատ օգտագործեք։ Երևի թե բավական է։ Այսպես ձեռքի սովորական հարիչով ուղղակի տրորելու եմ ու վերածեմ պյուրեի։ Այսպիսի գեղեցիկ զանգվածի է վերածվում, որը իհարկե նաև կարելի է սնունդի մեջ օգտագործել, բայց մենք հիմա այն դիմակի մեջ ենք օգտագործում, միասեռ է, քսելը հարմար կլինի, վերցնում ենք եւ ուզում եք գթալ օգտագործեք, ուզում եք աչքաչափով, տեսեք ձեզ ինչպես հարմար է։ Դրանից հետո ավելացնում ենք կամ սպիտակ կավ կամ բրինձի ալյուր, նայած որը կա ձեր ձեռքի տակ, երկուսն էլ այս պարագայում շատ լավ կլինեն, որովհետև սպիտակ կավն էլ ձգող ծակոտիները մաքրող հատկություն ունի, բրինձի ալյուրն էլ։ Այս պարագայում մենք սպիտակ կավն ենք լցնում, որովհետև շատ ավելի հարմար է ամեն տեղից այն գտնելը, ցանկացած դեղատանը վաճառում են, կարող եք հանգիստ ցանկացած դեղատանից վերցնել։ Մի լավ մեծ թեյի գթալ սպիտակ կավ ենք լցնում, ինքը այստեղ նաև այլ դեր է տանելու, մի փոքր մեր դիմակն է թանձրացնելու, որ այն դառնա ավելի հարմար դեմքին քսելու համար եւ շատ չծորա։ Դա այստեղ կարող եք դուք աչքաչափով անել, եթե օրինակ ավելի շատ քանակությամբ եք վերցրել խաղողը, բնականաբար ավելի շատ պիտի սպիտակ կավ լցնեք։ Եթե ավելի քիչ եք վերցրել, ավելի քիչ։ Դրա համար այստեղ ես չափս ինչ էլ ասեմ, միգուցե դա արդեն ձեզ չհամապատասխանի, առաջնորդվում եք աչքաչափով։ Կարծում եմ սա շատ հաճելի թանձրություն է, բայց կարող է նաև ծորալ, դրա համար մի փոքր էլ կավելացնեմ։ Սա խառնում վերջացնում եք, ավելացնում եք մի թեյ գթալ մածուն կամ յոգուրտ։ Եթե ձեր մաշկը դեպի յուղոտն է, մածուն կամ յոգուրտ, իսկ եթե ձեր մաշկը շատ չոր է, կարող եք թթվասեր ավելացնել։ Յուղայնությունը ինչքան բարձր, այդքան լավ։ Եվ ավելացնում ենք զեյթունի յուղ, էլի մաշկը փափկացնելու, սնուցելու, բայց քանի որ այստեղ մի թեյ գթալ է օգտագործվում զեյթունի յուղը, դա մեծ քանակություն չի, որ օրինակ թե ձեր մաշկը յուղոտ է, անհանգստանալու կարիք չկա։ Ինքը ձեր մաշկը չի յուղոտացնելու։ Այս դիմակը ճիշտ է, իր մեջ հիմա այս պահին արդեն նաև փափկացնող նյութ է պարունակում, թթվասեր եմ կոնկրետ դեպքում ես ավելացրել եւ կավելացնեմ զեյթունի յուղ, բայց դա ձեր մաշկին ընդհանրապես յուղոտություն չի տա։ Դիմակը ինքը ավելի սնուցող է եւ ավելի մաշկը փափկացնող է, բայց ոչ յուղոտացնող, այնպես որ հանգիստ կարող եք գցել։ Իսկ եթե ավելի չոր մաշկ ունեք, մի թեյ գթալ եմ գցում, իսկ եթե ձեր մաշկը ավելի հակվածություն ունի դեպի չորության, դուք պարզապես կարող եք մի մեծ ճաշի գթալ ավելացնել։ Սա շատ հանգիստ դիմակ է, ինքը մաշկի վրա գրգռվածություն չի առաջացնում ընդհանրապես։ Իրեն շատ հաճելի է քսելը եւ արդյունքն էլ հենց անմիջապես է լինում, հենց որ լվացվում եք։ Տեսնում եք ինչ հաճելի դիմակ ստացվեց։ Մի խոսքով գեղեցիկ հաճելի դիմակ է, կարելի է քսել, մի փոքր ձեզ հանգստանալու իրավունք տալ, պարկել, այդ 10-15 րոպեն վայելել, իհարկե քսելու եք ձեր մաքուր մաշկին, սպասեք 10-15 րոպե, առանց միմիկական դեմքը շարժելու, որ դիմակը կարողանա ամբողջ ծալքերով շատ հանգստացնի սնուցի, իրեն կարելի է քսել նաև աչքերի շուրջ, որովհետև իր մեջ սնուցող նյութեր կան, ինքը ձեր մաշկը չի չորացնելու, չի գրգռելու, մի խոսքով շատ արդյունավետ է լինելու։ Հետո լվացվում եք ամենասովորական գոլ ջրով։
լվացումը, եթե ձեր մաշկը հակում ունի չորանալու, կարող եք ձեր սիրելի որևիցե սնուցող կրեմ օգտագործել կամ էլ դրա կարիքն էլ չլինի, իսկ եթե յուղոտ է, ընդհանրապես սնուցող կրեմների մասին չենք խոսում։ Դիմակը բոլոր տեսակ մաշկերին, տղամարդ, կին, մի խոսքով բոլորին էլ շատ արդյունավետ է։ Ձեր հետ էի ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։ Դուք մեր շոկոլադ Woman-ի էջում եք։